Ադրբեջանով մեր երկիր ցորենի գալը իշխանությունը որակում է հեղափոխական իրադարձություն։ Ընդդիմությունն ու որոշ փորձագետներ ռիսկերի մասին են զգուշացնում։ Նախորդին Ղազախստանում Ալիևը հայտարարեց, թե Բաքուն վերացրել է Հայաստան-Բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Հայաստանի իշխանությունը ողջունեց այս քայլը։ Ժամեր անց նույնը հայտարարեց Հայաստանի վարչապետը։ Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Վարչապետի խոսքով, թեև Հայաստանը քաղաքականապես պատրաստ է ապահովել նաև Նախիջևանից Ադրբեջանի հիմնական մաս տարանցումը, սակայն դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքները դեռևս բացակայում են։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունելով Ադրբեջանի նախագահի քայլը, վստահություն է հայտնել, որ սա վերջին դրական քայլը չի լինի, սակայն նաև հիշեցրել է այլ չլուծված խնդիրների մասին։ Վստահ եմ, որ գալիք ապագայում նման քայլերի, երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու, ողջունում եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը եւ պետք է ասեմ, որ մենք սպասում ենք նաեւ շատ կարևոր հարցեր ունենք, այդ հարցերի հետ կապված շուտապույտ լուծմանը։ Վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Եվ ես կարծում եմ երեկվա հայտարարվածը եւ տեղի ունենալիքը իրապես հեղափոխական բան է։ Սակայն ընդդիմադիր դաշտում այս դիվերսիֆիկացիայի վերաբերյալ կան լուրջ կասկածներ։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցնում է, որ նման դրական քայլերը կարող են ժամանակավոր բնույթ կրել։ Ժամանակին Թուրքիայով սիրիական ցորենը եկել է Հայաստան, բայց դա չի խանգարել, որ 93 թվականին Քարվաճարից հետո Թուրքիան փակի սահմանը, օդային սահմանը եւ այլն եւ այլն։ Այդ դիվերսիֆիկացիա, որ ասում եք, դիվերսիֆիկացիայով ցորեն կարանք բերենք Ուկրաինայից, Ռուսաստանից, այնտեղից, բայց էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանով մտներ Հայաստան։ Մեր պահանջը բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակում։ Բոլոր դա ներառվում է Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջևանի միջոցով, որը անհնար է, քանի դեռ սադարակ երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ։ Դա ներառում է Իջևան Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը։ Երբեք մենք չենք խոսել ապաշրջափակման դեմ։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը զգուշացնում է, որ ցորենի նման ռազմավարական ապրանքի տարանցումը Ադրբեջանի տարածքով ստեղծում է վտանգավոր լծակ, որը Բաքուն կարող է օգտագործել ցանկացած քաղաքական սրացման դեպքում։ Հացահատիկը դա ստրատեգիական պաշարները ձևավորող ապրանքատեսակ է եւ այս ստրատեգիական ապրանքատեսակը դրա մատակարարումը եւ դրա տրանզիտը Ադրբեջանի կամ Ղազախստանից ընդհանրեն պարագայում բավականին հարցական է, բավականին ռիսկեր պարունակում այն իմաստով, որ ցանկացած հայկական ազգային նոր իշխանությունների ձևավորման պարագայում փորձելու են լծակը ադրբեջանցիները օգտագործել։ Միանշանակ րոպեների ընթացքում ճանապարհը փակելու են։ Ըստ մասնագետի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո ռուսական հացահատիկը Հայաստանի համար անխուսափելիորեն կթանկանա։ Այդ պայմաններում իշխանությունը կփորձի օգտագործել Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհը ավելի էժան ղազախական ցորեն ներկրելու համար։ Տնտեսագետի համոզմամբ այս խանդավառության հիմքում ընկած է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նպատակ, ապացուցելու, որ Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի լավագույն գործընկերը, մինչդեռ այս ճանապարհները կարող են ծառայել ոչ թե Հայաստանի, այլ թյուրքական պետությունների շահերին։ Ըստ էկոնոմիկայի նախարարության ղազախական ցորենի առաջին խմբականակը Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով շուտով կհասնի Հայաստան։ Խաղաղությունը հաստատված է, հաղորդագրության վերջում շեշտել էր նախարար Պապոյանը։ Աննա Հարությունյան, Րիոփն մեդիա։